Ինչու ենք մենք վախենում այս տեխնոլոգիաներից եւ փորձում ինչ-որ կերպ դրանք կարգավորել, ինչ-որ շրջանակների մեջ առնել։ Իսկ եթե այդ արհեստական բանականությունը վաղը սկսեց գործել ինքնուրույն, համեմատեց իրեն մեզ հետ, մարդկությունն առերեսվում է իր պատմության ամենավտանգավոր պահի հետ։ Միայն գիտությունն է, որ ընդունակ է պատասխանելու հարակից հարցերին։ Ոնց ենք պատկերացնում այդ կարգավորումները։ Առանձնապես չեմ պատկերացնում։ Ով պիտի դրանցով զբաղվի։ Գիտնականները։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր կա գլոբալ վտանգը, որ մարդկությունը կարող է վերանալ, բայց պատերազմները չեն դադարել։ Միջուկային վտանգը կա, պատերազմները չեն դադարել։ Բոլոր մեխանիզմները կարող են լինել արդյունավետ։ Կատարողներից է։ Հայերիս առանձնապես անհրաժեշտ է ուժեղացնել գիտական բաղադրիչի գործունեության։ Քանի որ սա գիտության դարաշրջան է, ապա չլինել դրա մեջ նշանակում է վստահաբար տանուլ տալ։ Լինել դրա մեջ, լինել մասնակից դրա արարմանը շանս է։ Արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաները այսօր շատ մեծ արագությամբ զարգանում են եւ տարբեր երկրներ ամեն մեկն իր ձևով փորձում են ինչ-որ կերպ կարգավորել այս ոլորտը։ Այս թեմայի հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք այսօր կքննարկենք Արթուր Իշխանյանի հետ, եւ այս զրույցը հիշեցնեմ հնարավոր է դարձել մեր գործընկեր Թիմ Տելեկոմ Արմենիայի շնորհիվ։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան, եւ շնորհակալություն, որ այսօր եկաք մեզ մոտ։ Առաջարկեմ մեր զրույցը սկսենք մի այսպիսի հարցով. Ինչու ենք մենք ցանկանում ընդհանրապես կարգավորել արհեստական բանականության ոլորտը։ Ինչու ենք մենք վախենում այս տեխնոլոգիաներից եւ փորձում ինչ-որ կերպ դրանք կարգավորել, ինչ-որ շրջանակների մեջ առնել։ Շատ պարզ պատճառով, որովհետև մենք կամաց մենք ասելով ես նկատի ունեմ մարդկությունը ընդհանուր, առանձին անհատները կամ խմբերը, ազգերը, անշուշտ պետությունները եւ ընդհանրապես մարդկությունը կամաց իր գործունեության տարբեր ոլորտների ղեկավարումը, կառավարումը հանձնում է արհեստական բանականությանը։ Սա կարելի է համարել կայացած փաստ։ Այսօր օրինակի համար նույն վերցնենք ծանր օրինակ, պատերազմի օրինակը հրթիռների կառավարումը, քանի որ նրանք թռչում են այնքան արագ, այլևս կան դերձայնայինները, այնքան արագ, որ մարդը ի վիճակի չի արագ կայացնել որոշում եւ մարդկային շղթա չէ, ասենք հայտնաբերողը պիտի իր ղեկավարին հայտնի, նա ավելի վերև եւ այլն եւ ի վերջո պատասխան ստանա, չէ, գործելու որոշումը կայացվի վերևում։ Այդ ժամանակը շատ ավելի փոքր է, քան թռիչքի ժամանակը եւ հետեւաբար ավտոմատ մենք դնում ենք ավտոմատ համակարգ, որն արհեստական բանականությամբ է ուրեմն կառավարվում, այսինքն շատ արագ կարողանում է արձագանքել։ Ես ավելի պարզ օրինակ բերեմ։ Մենք բոլորս շատերս վարորդ ենք եւ շատ լավ գիտենք, որ հնարավոր չի իմանալ աշխարհի բոլոր փողոցները, հնարավոր չի իմանալ որտեղ են խցանումներ եւ այլն։ Այլևս մենք ապավինում ենք GPS-ների համակարգին, որը բոլորս նրանով ենք առաջնորդվում, երբ որ ինչ որտեղ ճամփորդում ենք։ Դա անշուշտ շատ հեշտացնում է կյանքը, բայց պետք է ասել, որ մենք ղեկավարումը հանձնում ենք նրան։ Եվ պետք է ասել, որ երբ նայենք այսօր առավել զարգացած պետությունների օրինակին, մասնավորապես Չինաստանի եւ այլն, այնտեղ այդ հանձնելու կառավարման ֆունկցիաների հանձնելու մասշտաբը, մակարդակը շատ ավելի բարձր է։ Այնտեղ ավելի ակնհայտ է երևում, որ մենք հանձնում ենք մեր ֆունկցիաները արհեստական բանականությանը։ Եվ ահա այդտեղ առաջանում է մեծ հարց. իսկ եթե այդ արհեստական բանականությունը վաղը սկսեց գործել ինքնուրույն, համեմատեց իրեն մեզ հետ, համեմատելու եզրեր չկան, աղերս անգամ, արհեստական բանականությունը այսօր գիտի հարյուրավոր լեզուներ, բարբառներով եւ այլն եւ գիտելիքները գերազանցում են մարդուն միլիոնավոր անգամ։ Եվ այդ արհեստական բանականությունը որոշի, որ մենք ավելորդ ենք այս մոլորակի վրա։ Սա ֆանտաստիկայի ոլորտից չէ։ Ինչու եմ սա ասում, որովհետև այս հարցը, այս
հենց ձևակերպմամբ, որ արհեստական բանականությունն ընդունակ է աճելու դուրս գալու այդպիսի մակարդակի, ասված է դեռևս 2016 թվականի այն հռչակավոր նամակում, որը գրել են, ստորագրել են շատ հայտնի գիտնականներ եւ գործարարներ, որոնց թվում են Սթիվեն Հոքինգը, նաև Իլոն Մասկը, նաև անցած տարվա 2 Նոբելյան մրցանակակիրները, որոնք կանգնած էին արհեստական բանականության զարգացման ակունքներում, որ դա հնարավոր է։ Եվ այդտեղ նրանք գործ են ինքնուրույն հանգիստ կարող են վերացնել։ Մարդկությունն առերեսվում է իր պատմության ամենավտանգավոր պահի հետ։ Այս ձևակերպմամբ, այս նախադասությամբ, հենց այդպես երբևիցե եղած ամենամեծ վտանգը դա այդ նամակի տեքստում է։ Չվախենալ չի կարելի։ Այդ իսկ ժամանակ այդ նամակում, որտեղ նրանք զգուշացնում էին մարդկությանը, նրանք կոչ էին անում կառավարություններին ստեղծել արհեստական բանականության վերահսկման ինչ-որ մեխանիզմներ, դրա զարգացման ինչ-որ մեխանիզմներ։ Ասեմ ձեզ, որ բոլորովին վերջերս, եթե չեմ սխալվում, մի քանի շաբաթ առաջ, 2-3 շաբաթ առաջ Չինաստանի նախագահը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ ստեղծելու միջազգային խորհուրդ, այնպես որ վտանգը միանգամայն ակնհայտ է։ Ես կուզեի այդ հարցի պատասխանն ամփոփել հետևյալ կերպ. վտանգը կա համակարգային, որ արհեստական բանականությունը սկսի գործել ինքնուրույն, բայց կա ոչ համակարգային վտանգ։ Իսկ եթե այդ նույն միջուկային հրթիռները կառավարող համակարգը ուղղակի փչանա, եւ սկսի կրակել աչուծախ, ակնհայտ վտանգ է։ Ինչ պիտի մենք անենք։ Ահա այն հիմնական հարցերից մեկը, որ այսօր կանգնած է գիտության առջև։ Ինչու՞։ Որովհետև նախ նույն արհեստական բանականությունը եւ մնացյալ բարձր տեխնոլոգիաները գիտության արդյունք են, եւ միաժամանակ միայն գիտությունն է, որ ընդունակ է պատասխանելու հարակից հարցերին։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ վերջին տարվա ընթացքում, վերջին տարիների ընթացքում ես բավական լրջորեն հետևել եմ զարգացումներին, տեսական զարգացումներին, հրապարակումներին, առաջատար ամսագրերում եւ այլն, ինքս էլ հանդես եմ եկել որոշ հոդվածներով, որտեղ արծարծել եմ այդ հարցերը, ընդհանուր եզրակացությունը հետևյալն է. այս պահին մենք ունենք, կարելի է ասել, հիմնականում միայն հարցեր, չունենք պատասխաններ։ Առայժմ գնում են հարցադրումների շրջանն է։ Ինչ անել, ինչպես վարվել։ Օրինակ, ChatGPT-ն կարող է ստեղծել, ինքը կարող է նախագծել եւ ստեղծել իր իսկ հաջորդ սերնդի այդ GPT-ն, որի նախագծման process-ում եւ նրա այդ մանրամասներից մենք բացարձակ ոչինչ չենք հասկանում այլևս։ Դե դա դեռ տեսական ինչ-որ հնարավորություն է։ Արդեն ընթացքի մեջ։ Դե այս պահի դրությամբ ChatGPT-ն նույնիսկ սովորական ծրագրավորական կոդ այնպես չի, որ շատ լավ է գրում։ Ասում են ծրագրավորողները։ Ծրագրավորողները դա կարող են ասել։ Ես էլ կարող եմ ուրեմն պնդել, որ եթե անցած տարի նրանք ասենք թե մագիստրոսի մակարդակի կամ բակալավրիատի մակարդակ ունեն, ենթադրենք ֆիզիկայից, այս տարի արդեն տեխնացուի մակարդակին են հասնում։ Նրանց զարգացման արագությունն ահռելի է։ Նորից ես ուզում եմ զգուշացնել, որ այս ռոպեական դատողությունները տեղին չեն։ Ես բերեմ եմ ձեզ այն օրինակ, որ 16 թվականին 10 տարի առաջ մոտավորապես կանխատեսվում էին սրանք։ Ես կանխատեսում եմ 2 տարի եւ ցանկացած ծրագրավորողի ծալելու են։ Մենք պետք է առաջ նայենք։ Մենք պետք է հետևենք տենդենսներին, միտումներին։ Փորձել հետևել արդեն տեղի ունեցածին կամ ընթացիկին, դա հեռանկարային չէ։ Վտանգը հենց դրանում է, որ մենք բաց կթողենք ամեն ինչ։ Պաստորեն, այս պահի դրությամբ, եթե ճիշտ եմ հասկանում, կա վտանգ, որ արհեստական բանականությունը շատ զարգանալով կկարողանա մեզ համար վտանգ ներկայացնել, հետևաբար այս ոլորտը պետք է լուրջ կարգավորումների ենթարկվի։ Ոնց ենք պատկերացնում այդ կարգավորումները։ Առանձնապես չեմ պատկերացնում։ Ասացի, որ ես հրապարակել եմ առաջատար ամսագրերում մի քանի հոդված, որտեղ այդ հարցի մասնավոր ենթահարցեր եմ դնում, քննարկում
եւ եզրակացնում, որ այս պահին պատասխաններ չունենք։ Ավելի շատ հարցեր ենք տալիս։ Ես տամ մեկ հարց, օրինակ իմ հոդվածից մեկի արդեն բազմաթիվ հղումներ ունեցող հոդվածներից մեկի վերնագիրը, абստրակտը եւ ասելիքը։ Դա ուրեմն թվային ֆեդերալիզմն է։ Թվային ֆեդերալիզմի էությունը հետեւյալն է։ Մենք տարբեր պետություններ, բոլոր պետությունները երկրագնդի վրա այսպես թե այնպես ստիպված են համագործակցել, օրինակ էկոլոգիական վտանգի, ուրեմն վտանգին առերեսվելիս կամ կլիմայի փոփոխություններին եւ այլն։ Նրանք չեն կարող չհամագործակցել, որտեղ դա տեղային չէ, լոկալ չէ, կամ օրինակ համաճարակի դեպքում եւ այլն։ Նրանք ստիպված են համագործակցել։ Համագործակցելիս նրանք սկսում են կորցնել իրենց սուվերենությունը։ Օրինակ ասենք, եթե մենք համագործակցում ենք, որ լեզվով խոսենք, որպեսզի արագ լինի։ Այստեղ առաջ են գալիս պարզ կարգավորման խնդիր։ Ինչպես իրականացնել այդ համագործակցությունը առավել արդյունավետ ձևով, եթե կա օրինակ ազգային ինքնատիպության պահպանման խնդիր, զուգահեռ։ Կա այդ խնդիրը։ Ես կոնկրետ այդ հարցն եմ դնում, որ գոյություն ունի ազգային ինքնատիպության պահպանման խնդիր եւ ընդհանուր կանոններով առաջնորդվելու խնդիր։ Դրանց համադրության, որտեղ պետք է առաջնային լինի որը, սա հարց է։ Ես բերեմ այսպիսի օրինակ։ Նույն Խորհրդային միությունը ժամանակին արդեն 60-ական, 70-ական թվականներից բավականաչափ տոգորվեց ազգային գաղափարներով տարբեր հանրապետություններ, տարբեր ազգեր եւ այլն։ Եվ դա նաեւ իր քայքայման բաղադրիչներից մեկն էր, ոչ ամենակարևորը, բայց բաղադրիչներից մեկն էր։ Այսօր կա Եվրամիության օրինակը։ Եվ Եվրամիությունը այս պահին սկսել է, չասեմ տառապել, բայց զգալ նմանատիպ խնդիրներ։ Ասենք հունգարացիների, լեհերի եւ այլն, այսինքն ազգային ինքնատիպության պահպանման եւ ընդհանուր կանոններով առաջնորդվելու խնդիրը կա։ Արհեստական բանականությունը մի բան է, որը ենթադրում է շատ բարդ կարգավորումներ հենց այդ գծով, որովհետեւ օրինակ չինացիք ստեղծում են իրենց արհեստական բանականությունը, որը ինչ որ հիմա դա պիտի հասանելի լինի թե չէ այլ ազգերի, թե ոչ։ Պիտի համամոլորակային մակարդակով պարտադրվի, որ դա լինի բաց հասանելիության, թե ոչ։ Օրինակ միավորված ազգերի կազմակերպությունը։ Մենք գիտենք մարդկությունը ապրել է մեծագույն ողբերգություններ, մեծագույն վթարներ, առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ վթարներն ապագայում կանխելու նպատակով ցանկությամբ թելադրված սկզբում ստեղծվեց ազգերի լիգան, որը չկարողացավ կատարել իր առաքելությունը, քայքայվեց եւ երկրորդ համաշխարհային պատերազմը եղավ, հետո ստեղծվեց միավորված ազգերի կազմակերպությունը։ Ազգերի լիգան օրինակի համար, երբ որ ստեղծվում էր, այնտեղ կոպիտ ասած այսպիսի քայլ արվեց։ Ազգերը պայմանավորվեցին, որ մի գիծ են քաշում իրենց անցյալի վրա, որտեղ ինչ է եղել, օրինակ չենք սկսում ասել, որ ամերիկացի գենոցիդի են ենթարկել, ենթադրենք հնդկացիներին, չենք ասում դա։ Սկսում ենք խոսել միայն 18 թվականից, 1918 թվականից հետո եղածին։ Այդպիսի պայմանավորվածության են գալիս ողջ մարդկությունը, բոլորը ստորագրում են։ Մենք պայմանավորվում ենք, որ մարդու իրավունքները կարևոր են, կարելի, օրինակ մարդու իրավունքների պարագայում չի համարվում միջամտություն այլ երկրների, եթե ինչ որ դրսի երկրից ինչ որ բաներ են ասում այս երկրի նկատմամբ։ Այսի պայմանավորվածություն ենք։ Հիմա հարց, արհեստական բանականության պարագայում մենք պիտի արդյոք պայմանավորվենք, որ արհեստական բանականության բոլոր բաները, մոդելները պետք է լինեն բաց հասանելի բոլորի համար, թե ոչ։ Հարց։ Սա այն հարցերից մեկն է, որը ես դնում եմ եւ քննարկում եմ թեր եւ կողմ փաստարկները, ինչպիսի օրինակներ մենք ունենք անցյալից եւ այլն, եւ կատարում եմ եզրակացություն, որ պատասխան դեռևս չունենք։ Մոդելները պիտի հասանելի լինեն, թե ոչ, այստեղ ոչ այնքան երկրների խնդիրն է, ինչքան
կազմակերպությունների, որոնք մշակում են այդ մոդելները, քանի որ այստեղ իրենց կորպորատիվ եւ ֆինանսական շահույթների եւ հազարումի ուրիշ հարցեր կան։ Հենց խնդիրն էլ դա է։ Եթե նրանք մշակում են այդպիսի, եթե դա ենթակա չէ պետական եւ ապա միջպետական կարգավորումների, ապա մենք կարող ենք ունենալ կազմակերպություն, օրինակ նույն վերցնենք Facebook-ը, որը կարող է մարդկանց հրահրել ինքնասպանության, երեխաներին եւ այլն։ Բայց ինչու ենք մենք հիմա մտցնում այդ կարգավորումները։ Ինչու է Եվրամիությունը 18 թվականին ողջ Եվրամիությունը ստորագրել 1000 ու մի, ուրեմն այդ փաստաթուղթը արհեստական բանականության վերահսկման բոլոր երկրները ստորագրել են, որ ոչ մի մասնավոր ֆիրմա չի կարող ինքնուրույն հենց այնպես մշակել, նրանք կանչեն պատասխանատվության։ Նա պիտի ապահովի այս կետերը։ Շատ հանգիստ կարող է խնդիր դրվել։ Պիտի նա ապահովի բացահասանելիություն, թե ոչ։ Սա կարևորագույն հարցերից մեկն է, որը հենց որին ուղղված են իմ այս երկու հոդվածները, որտեղ ասում ենք պատասխան չունենք։ Այսքան կա կողմ փաստարկ, այսքան կա դեմ փաստարկ։ Դրանք համարյա հավասար են, հետևաբար որոշում դեռևս չկա։ Ավելի խորը քննարկումների կարիք կա։ Բոլոր մասնավոր կազմակերպություններն արհեստական բանականությամբ զբաղվող այսօր ենթակա են շատ լուրջ կարգավորումների։ Եվրամիությունը այդ կարգավորումները մտցրել է։ Չինաստանը այդ կարգավորումները մտցրել է։ Իմ հոդվածում հենց այդ կարգավորումներն եմ ես քննարկում մեկ-մեկ։ Եվրոպական փորձը, չինական փորձը։ Պես չի թե ինքնուրույն կարող են ինչ ուզենան անել։ Ոչ։ Եվ ինչքանով են ձեր կարծիքով հաջողված եվրոպական ու չինական փորձերը։ Ուրեմն համաձայն իմ ուսումնասիրության, ես չեմ պնդում, որ այն համապարփակ է, բայց իմ ուսումնասիրություններով ստացվում է, որ նրանք մոտավորապես հավասար են, ունեն եվրոպացիք ունեն դրական կետեր, որ արժեր, որ չինացիք վերցնեին, եւ չինացիք ունեն դրական բաներ, որ պիտի եվրոպացիք վերցնեն։ Այստեղ խնդիրը կենտրոնացման եւ ապակենտրոնացման հարցն է։ Այսպիսի հարց կա։ Սա փիլիսոփայական շատ կարեւոր հարց է։ Ինչպես հավի եւ ձվի խնդիրը, որն է ավելի առաջ, այդպես էլ կենտրոնացման եւ ապակենտրոնացման հարցը շատ լուրջ հարց է։ Կան նայած տեխնոլոգիաների զարգացման աստիճանը, երբեմն անհրաժեշտ է կենտրոնացնել։ Օրինակ կան մարդկային գործունեության ոլորտներ, որտեղ կենտրոնացումը բացարձակ անհրաժեշտ է, ինչպես օրինակ բանակը։ Դա ռուսերեն ասած единоначалие, չէ՞, որպես ասած։ Կան պահեր, օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոնացումը, հարվածային բռունցքների ստեղծումը, տանկային բրիգադների եւ այլն, այդ կենտրոնացումը այն վճռորոշներ, որով հաղթում էին։ Այսօր ուկրաինական պատերազմը ասում է ճիշտ հակառակը, ապակենտրոնացումն է, որը տալիս է հնարավորություն այդ ինֆիլտրացիայով ուրեմն ինչ-որ բաների հասնել։ Այս հարցը կենտրոնացման եւ ապակենտրոնացման հարցը դա կախված է տեխնոլոգիաների կիրառումից։ Եվ Չինաստանում խիստ կենտրոնացված է, այնտեղ ամեն ինչի ենթակա է վերահսկման պետական, շատ ավելի մեծ մասշտաբով, եւ դրան հրաժեշտությունը կա, որտեղ Եվրոպայում կան ուրեմն դեպքեր, երբ բացական բաներ են անում տարբեր ֆիրմաներ, օրինակի համար մախինացիաներ են անում, շատ մեծ քանակությամբ բանկային համակարգի եւ այլնի հետ, օրինակի համար, եւ այդ կենտրոնացված վերահսկման բացակայությունն է հնարավորություն տալիս դա անելու։ Անհրաժեշտություն կա կենտրոնացված վերահսկումը ուժեղացնելու Եվրոպայում։ Չինաստանում էլ կա հակառակը, ազատություն չկա, այսիշ բայրի, այնպես որ երբ որ մենք սկսում ենք նայել, դրական բաներ բավականաչափ շատ են եվրոպականում, բավականաչափ շատ են չինականում, հա։ Հիմա կա այդ հարցը, թե ինչպես համադրել։ Միգուցե այդ համադրումը ենթադրում է ժամանակային դինամիկ, այսինքն պետք է ժամանակի մեջ փոխվի։ Այսօր 80%-ով վերահսկվող, վաղ 80%-ով ազատ, ինչ որ գրաֆիկ նման մոդելներ կան, դիտարկվում են։ Սրանք շատ բարդ հարցեր են։ Ով պիտի դրանցով զբաղվի։ Գիտնականները, ուրիշ ոչ ոք։ Դա հումանիտար մտքի եւ տեխնոլոգիական մտքի առաջատարների որոշելիք, ոլորտների որոշելիք կամ լուծելիք խնդիրներ են։ Դա է հիմնական պնդումը։ Արդյոք գիտնականները այսօր աշխարհում եւ
Հայաստանում այդքան կշիռ ունեն, այդքան հնարավորություն ունեն ինչ-որ բան ասելու, որ նման լուրջ որոշումներ կայացնեն։ Ցավոք սրտի ոչ, չեմ կարծում, որ ունեն այդքան կշիռ կամ նրանց ձայնը այդքան լսելի է, այդ կարծիքին չեմ, բայց մյուս կողմից էլ իմ անձնական տեսակետը կարող եմ ասել, դա ինչ որտեղ համընկնում է, այդ տեսակետը համընկնում է այն տեսակետի հետ, ինչ արտահայտել է Սթիվեն Հոքինգը, 20-րդ դարի մեծագույն գիտնական, որ ահա հենց այդ պատճառով էլ մենք սլանում ենք դեպի անդունդը, դեպի մարդկության վերացումը։ Դա իմ համոզմունքն է։ Կամ մենք փոխենք դա, գիտնականների կշիռ չունենալը, այո, ենթադրում եմ առաջին հերթին այս դարաշրջանը դրա դարաշրջանն է։ Ամեն դարաշրջան ունի իր առաջամարտիկը։ Օրինակ ասենք սրանից 200 տարի առաջ միջին մարդը ուժեղը նա էր, ով ֆիզիկապես ուժեղ էր, ով գերանդին լավ էր կարողանում սրել, ձին լավ էր պայթում, գիտեր երբ սերմցանի եւ այլն։ Այդ փորձը բացարձակ զրոյական արժեք ուներ արդեն 20-րդ դարի կեսերին, որտեղ լավ, այսպես ասեմ, հաջողակ մարդը նա էր, ով ուներ բարձրագույն կրթություն, լավ պաշտոնի էր եւ այլն։ Տարբեր դարաշրջաններ ունեն իրենց, ոնց ասեմ, որոշիչ ոլորտներ, գործունեության, սա գիտության դարաշրջանն է։ Իմ խորին համոզմամբ մենք թևակողում ենք այդ դարաշրջանը, որովհետև տեսեք, մենք օրինակ հայերս բոլորովին վերջերս եւ հիմա էլ վերապրում ենք շատ ծանր իրադարձություններ, օրինակ 44-օրյա պատերազմի հետևանքներով Արցախի այն, որ մենք չենք կարողանում պայմանավորվել, խաղաղ ապրել իրար հետ, դա բերել է այնպիսի ողբերգության վթարի, ինչպիսին էր առաջին համաշխարհային պատերազմը, ապա երկրորդ համաշխարհային պատերազմը, հիմա կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը, նույնիսկ կարելի ասել այն ինչ որտեղ ընթանում է։ Մարդը եթե չի կարող ապրել խաղաղ, մարդահայրացը, ապա նա միգուցե դատապարտված է վերանալու, այս մոլորակը հանգստանա նրանից։ Այս հարցն է դրված։ Սա այն հարցն է, որի մասին խոսում էր Սթիվեն Հոքինգը 10 տարի առաջ, ես նկատի ունեմ այդ նամակում, հենց սա է ասված։ Կամ մենք կսովորենք իրար հետ խաղաղ ապրել, նույն գիտնականներին առաջին տեղում դասել, նրանց կարծիքը, կամ մեզ համար, մեր զավակների համար, մեր հասարակության համար հերոսներ կլինեն հարուստները եւ այլն, եւ դա մենք կարող ենք սլանալ դեպի վերացում։ Տեսականորեն հասկանալի է, թե ինչու պետքա գիտնականների դերը բարձրանա, այսպես ասած, բայց օրինակ անձամբ ես չեմ պատկերացնում, թե դա գործնականում ոնց պիտի արվի։ Ոնց պիտի գանք նրան, որ ինչ-որ լուրջ հարցերում գիտնականները լուրջ ասելիք ունենան ու ինչ-որ բան կարողանան որոշել։ Ես հետ լիովին համաձայն եմ, ես էլ չեմ պատկերացնում։ Դրա համար էլ ասում եմ, որ այսօր խոսակցությունների, գիտական քննարկումների, ամենալուրջ մակարդակով քննարկումների կենտրոնում հարցերն են անպատասխան։ Ասում ենք հարցեր, չունենք պատասխան։ Դուք տալիս եք հիմա հարց, ինչպես անել, որ գիտնականների ձայնը նորմալ լսելի լինի, չկեղծվի, օրինակ, չէ, չգիտեմ։ Հենց այս հարցերն են այսօր քննարկման առարկան, ասում եմ, եթե մենք նայենք առաջատար ամսագրերի էջերում, ինչ քննարկումներ են ընթանում արդեն 2-3 տարի, հենց այս հարցերը, անպատասխան հարցերը, որոնց անհրաժեշտությունը, որոնց կարևորությունը օդում է, գիտակցված է, բայց պատասխաններ չկան, մեխանիզմներ չկան։ Օրինակ, հիմա մի քիչ շեղվելով ասեմ, աշխարհակարգի փոփոխությունը, որ տեղի է ունենում, բազմաբևեռ աշխարհի ասում ենք բառերը, բայց մեխանիզմը չգիտենք։ Ինչպես։ Այն, որ միաբևեռությունը, Ամերիկայի հեգեմոնիան չի բավարարում մի շարք պետությունների, օրինակ Չինաստանին, չի բավարարում նույն Ռուսաստանին, Հնդկաստանին, գլոբալ հարավին, սա ակնհայտ է։
Բայց ինչ է նրանք առաջարկում որպես մեխանիզմ, չգիտենք։ Մեխանիզմը որը պիտի լինի։ Եթե տեսեք, կա հարց, ինչ որտեղ ինչ որ վատ բան է կատարվում երկրագնդի։ Մեկ այլ տեղից պիտի խառնվեն դրան, թե ոչ։ Եթե մենք թույլ ենք տալիս խառնվել, ասում ենք պիտի ստեղծենք զորքեր, պիտի ստեղծենք միջոցներ, որոնք կարողանան անել։ Այդ դեպքում կարող է հանգիստ կեղծվել, ինչպես եղավ Իրաքի պատերազմի ժամանակ, երբ որ ասին այնտեղ քիմիական զենք կա։ Ինչպես դրա դեմն առնել։ Իմի բերելով խոսքս կարող եմ ասել, այսօր մի քանի տասնյակ շատ արդիական հարցեր են կանգնած, արհեստական բանականության հետ կապված, բացառիկ ակտիվությամբ քննարկվում են առաջատար գիտական ամսագրերի էջերում, մեծամասամբ միայն հարցերն են թվարկվում, հարցերի շուրջ կողմ եւ դեմ փաստարկները, պատասխաններ դեռևս չկան։ Բայց սա ես կարծում եմ նորմալ է ինչ որտեղ, որովհետեւ ցանկացած տեսության էլ եթե մենք նայենք, ամփոփ որևէ տեսություն մարդկության պատմության, ունեք մարքսիզմը, ամփոփ տեսություններ, Մարքսի կապիտալ եւ այլն, բայց այն ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում տարբեր հոդվածների, տարբեր հետազոտությունների արդյունքում, սինթեզվելով։ Հիմա էլ ընթանում են այդ հոդվածները եւ կսինթեզվի ինչ որ մի բան կստեղծվի։ Օրինակ, բազմաթիվ նոր մոդելներ են առաջ քաշվում։ Օրինակ, մալտիվերսի տեսությունը, հետո շատ են, շատ բազմաթիվ ուրեմն տեսություններ կան։ Մի բան օրինակ ակնհայտ է, այո, իմ հոդվածներից մեկն էլ է դրան նվիրված, որ լիբերալ լիբերալիզմը սպառել է իրեն, ակնհայտ չի աշխատում, ինչով փոխարինել, չգիտենք։ Քիչ առաջ նշել եք երկրների սուվերենության, ինքնության հարցը ազգայինը պահպանելու, բայց եթե խոսքը գնում է գլոբալ վտանգների մասին, սկսած նույն էկոլոգիական վտանգներից, վերջացրած արհեստական բանականության հետ կապված հնարավոր վտանգներով, ինչ սուվերենության մասին է խոսքը, եթե խոսքը գլոբալ վտանգի մասին է։ Այսօր կա գլոբալ վտանգը, որ մարդկությունը կարող է վերանալ, բայց պատերազմները չեն դադարել։ Միջուկային վտանգը կա, պատերազմները չեն դադարել, պատերազմները սաստկանում են։ Մարդ արարածը ոչ միայն կատարյալ չէ, այլ շատ բացական բաներ ունի։ Ինքնակործանության գնալու ջիղ։ Կա այս հարցը, էլի, մենք պիտի ունենանք ինքնություն հայկական, թե ոչ։ Տամ այս հարցը։ Տամ այսպիսի հարց։ Ինչ ոլորտներում։ Բոլոր, ցանկացած, որովհետև իմ ու քոյի հարցն է, չէ, որ օրինակի համար բերում է շատ եւ շատ բացական հետևանքների։ Նույնը հայը, ռուսը, վրացին, ամերիկացին, միգուցե կամ լեզուները, մենք պարտանում ենք, մեր լեզվով, բարբառներով, հարստությամբ եւ այլն։ Իսկ միգուցե ամեն ինչ պետք է վերացնել եւ թողնել միայն մեկ լեզու։ Փրկվելու համար, որ գլոբալ խնդիրները, հիմա գլոբալ խնդիրներ են արժևում։ Չէ, բայց տեսեք, կան հարցեր, որոնք վերաբերվում են կոնկրետ երկրին, փոքր ներքին հարցեր, ու բնականաբար այստեղ սուվերենությունը եւ մի շարք այլ բաներ կարեւոր են, ինքնությունը պահպանելը, բայց երբ որ խոսքը գնում է գլոբալ խնդիրներին ու վտանգներին, այդտեղ արդեն ուրիշ level-ի, ուրիշ մակարդակի վրա պիտի գնա խոսակցությունը։ Գլոբալ խնդիրը կանգնած է այսօր։ Կա գլոբալ խնդիր, արհեստական բանականությունը։ Ինչու պատերազմները չեն դադարում։ Չէ՞ որ հնարավոր է միմյանց ուղղակի ոչնչացնեն։ Ուղղակի ատոմային ռումբ եւ այլն եւ այլն։ Չէ՞ որ հանձնում ենք հիմա ամեն ինչը կառավարումը հանձնում ենք նույն հրթիռների, նույն միջուկային հրթիռների կառավարումը հանձնում ենք արհեստական բանականությանը։ Իսկ պատերազմը միայն վտանգի աճճանը աճեցնում է։ Ինչու չեն դադարում։ Մարդու անկատարության պատճառով։ Մարդիկ գուցե այդքան էլ չեն գիտակցում, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Մարդիկ գիտակցում են ինձնից հետո թեկուզ ջեհեղ հասկացությունը։ Շատերը ամենայն դեպս։ Եվ
իշխանություն ունեցողների մեջ շատերը չեն հուզում այդ հարցերը։ Հանձնական իշխանության պահպանման համար կարող են գնալ սարսափելի քայլերի։ Պատմությունը լեցուն է նման օրինակներով։ Դե հենց այդ պատճառով էլ տարբեր մի շարք երկրների ղեկավարներ չեն կարող կոնսենսուսի գալ նույն արհեստական բանականության կարգավորումների շուրջ։ Այո։ Հենց թեկուզ։ Եվրամիության օրինակը, որ ասում եք, Եվրամիությունը մի կողմից ասում էր, որ որոշումները պետք է կայացնեն կոնսենսուսով, հա, մյուս կողմից էլ պարզվեց, որ կոնսենսուսով չի լինում որոշում կայացնել։ Չեն կարողանում։ Միշտ մեկը կա, որն ասում է, չէ, ինձ դա ձեռք չի տալիս։ Հիմա նորից կենտրոնացման եւ ապա կենտրոնացման հարցն է։ Դեմոկրատիայի եւ ավտորիտարիզմի։ Ըստ իս, ամենևին այնպես չէ, թե դեմոկրատիան պանացեա է սպեղանի ամեն ինչի համար։ Ամենևին ոչ։ Ես այդ կարծիքին չեմ։ 20-րդ դարի դիցերից մեկն այն էր, որ հասարակարգի կարգավորումներն են կարևոր հասարակարգի զարգացման համար։ Այնուհանդերձ մենք ունենք շատ բազմազան օրինակներ, ինչպես օրինակ Սինգապուրը, Լի Կուան Յուի, որտեղ կարելի ասել ֆեոդալական կարգեր էին ինչ որտեղ երկար ժամանակ, բայց այն գրանցեց զարմանալի թռիչքային զարգացում, կամ Պինոչետի Չիլին, ֆաշիստական դիկտատուրա կարելի ասել, մենք գիտենք որքան զոհեր ստադիոններում, հա, եւ այլն, այնուամենայնիվ տնտեսական զարգացումը եւ երկրի զարգացումը ուղղակի բացառիկ էր։ Կոմունիստական Չինաստանը խնդիր չէ։ Հետևաբար տեսեք, օրինակ մեր անկախության տարիներին մենք բավական հաճախ մենք նկատի ունեմ հասարակական դիսկուրսում հնչել է այն միտքը, որ օրինակ եթե ազատություն տրվի անհատներին, ապա շատ լավ կլինի։ Այդ լոզունգի տակ եղավ մեր հողերի սեփականացումը, սեփականաշնորհումը։ Արդյունքում մենք ունենք գյուղատնտեսության սարսափելի անկում։ Կրկին, այսպես ասած, այդ ազատության աստիճանի եւ հակառակը պարտադրության աստիճանի նորմալ նպատակահարմար համադրություն է պետք։ Բացարձակ ազատությունը չի աշխատում, բացարձակ ավտորիտարիզմը եւս, բայց միջանկյալ շատ տարբերակներ են հնարավոր։ Ես միշտ բերում եմ Ֆինլանդիայի օրինակը, որտեղ ամեն ինչ ընտրովի է ներքևից վերև, երբեք չեն քննադատում վերևներին, որովհետև իրենք են ընտրել, եւ ամեն ինչ իդեալական աշխատում է։ Ես երկար եմ եղել Ֆինլանդիայում, լավ ծանոթ եմ։ Կամ Ճապոնիայի օրինակը, որտեղ ամեն ինչ վերևից ներքև նշանակովի է, կրկին հրաշալի ամեն ինչ աշխատում է։ Բոլոր մեխանիզմները կարող են լինել արդյունավետ։ Կատարողներից է։ Այսպես ասեմ, բոլոր մեքենաները կարող են աշխատել, վարորդից է ուրեմն կախված։ Ես կոպիտ եմ արտահայտում, ուղղակի ուզում եմ ասել, որ մենք այսօր առերեսվում ենք բացառիկ ծանր խնդիրների։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, ես անվանում եմ դա ողբերգություն։ Այդ ողբերգությունը պրոյեկցիա է համաշխարհային process-ներից, որոնք տեղի են ունենում, հիշենք, որ նույնատիպ բան տեղի ունեցավ 100 տարի առաջ առաջին աշխարհամարտի ժամանակ, առաջին աշխարհամարտի խնդիրները Հայաստանում չէին, դրանք Եվրոպայում էին եւ իմպերիաների իրար մեջ հարցեր էին լուծում, ինչպես անդրադարձավ մեզ վրա, մենք տեսանք, նույնն էլ հնարավոր է հիմա։ Ինչու եմ ես պնդում, որ մեզ անհրաժեշտ է մեզ հայերիս առանձնապես անհրաժեշտ է ուժեղացնել գիտական բաղադրիչի գործունեության։ Ոնց։ Բնականաբար այստեղ կրկին այդ կենտրոնացման իշխանության ճիքերն ուղղել այդ ուղղությամբ։ Եվ ինչ դա մեզ կտա։ Պատրաստվածություն դիմակայելու վտանգներին ենթադրում եմ։ Ես չունեմ պատասխան։ Ես ավելի շատ հարցեր եմ տալիս։
Համենայն դեպս ինձ համար ակնհայտ է, որ քանի որ սա գիտության դարաշրջան է, ապա չլինել դրա մեջ նշանակում է վստահաբար տանուլ տալ։ Լինել դրա մեջ, լինել մասնակից դրա հարարմանը շանս է, չեմ ասում կարող է, բայց ընդունակ է տեսականորեն։ Իսկ մեր մոտ կա այդ գիտական միտքը այդ մասնագետները, ովքեր ինչ որ հետաքրքիր բաներ կարող են անել, եթե իրանց հնարավորություն տրվի, թե դեռ պիտի հասկանանք ոնց ստանանք տես մասնագետների։ Դեռևս մենք չունենք, ցավոք սրտի գիտության ոլորտը երկար տարիներ պահվել է գոյատևման ռեժիմում եւ ծանրագույն դեգրադացիա է ապրել տասնամյակների ընթացքում, վերջին տարիներին իհարկե լուրջ քայլեր են ձեռնարկվել մեղմելու եւ կանգնեցնելու հետընթացը եւ դրական ինչ որ միտումներ արդեն արձանագրված են, բայց դա բավարար չէ, ես կարծում եմ երկար տարիների նպատակաուղղված աշխատանք է պետք համապատասխան կադրերն աճեցնելու ոլորտը զարգացնելու համար։ Այս պահին ոչ, այս պահին շատ թույլ ենք։ Ինչ պիտի անենք ձեր կարծիքով։ Կրթական ընդհանուր մակարդակի բարձրացում։ Սա շատ բարդ հարցեր են։ Տեսեք, ես այսպիսի օրինակ բերեմ։ Վերջին տարիներին մենք ունենք երկար տարիներ մեր դիտարկվել է բնագիտական ոլորտում ուսանողների հոսքի ուժեղ նվազեցում եւ բնագիտական ֆակուլտետներում ուսանողների թվի ուժեղ կրճատում։ Սա եղել է շատ երկար տարիներ։ Հիմա ինչ որտեղ կանգնեցված է, բայց եթե չլինի հեռանկարը, թե ինչ պիտի անեն ավարտելուց հետո այդ մասնագիտությունները, այդ ֆակուլտետների հեռանկարը, այսինքն եթե չլինեն արդյունաբերական ձեռնարկություններ, համապատասխան եւ այլն, միևնույն է այդ հոսքը չի կարող շատանալ։ Տնտեսության զարգացում կոմպլեքս բաներ, որը դա շատ մեծ քննարկումների, մեծ հայցակարգի կամ մշակման կարիք ունի, դա շատ մեծ ծավալի գործողությունների, համալիր գործողությունների ծրագիր պետք է լինի։ Մի այսպիսի հարց, մեր պատմության ընթացքում որոշ բաներ են տեղի ունեցել ժամանակ առ ժամանակ, որոնք պատմության ընթացքը փոխել են, եթե կարող ենք ասել։ Ձեր կարծիքով հիմա արհեստական բանականության այս տեխնոլոգիաների զարգացումը արդյոք նման բաներից մեկն է, որը փոխում է այն ուղղությունը, որով որ մարդկությունը գնում է։ Մարդկությունը, այո, մարդկության հաստատ փոփոխություն տեղի է ունենալու։ Հասարակ բան, կանխատեսվում է այսօր, որ 50 թվականին երկրագնդի վրա հումանոիդ ռոբոտների քանակը կլինի հավասար կամ գերազանցի մարդկանց թիվը մոլորակի վրա։ Ակնհայտաբար աշխատանքից զրկվելու են բազմաթիվ միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ մասնագիտություններ դառնալու են այլևս չպահանջված, դրանց փոխարինելու են ռոբոտները եւ արհեստական բանականության տարատեսակ ծրագրեր։ Ես բերեմ ձեզ այսպիսի օրինակ, որ օրերս, կարծես թե մեկ շաբաթ առաջ, OpenAI-ի ուրեմն տնօրեն Ալթմանը հայտարարեց, որ ինքը ակնկալում է, որ բավական շուտով, ասած ոչ ճշգրիտ չեմ կարող ասել, բայց բավական շուտով ըստամենայնի իրեն կփոխարինի արհեստական բանականությունը։ Խնդրեմ, տեսեք իր հարցազրույցը։ Ակնհայտաբար տեղի է ունենում լուրջ փոփոխություն մարդկության զարգացման ուղղության։ Մինչ այսօր բոլոր շրջափուլերում մարդկային գործունեությունը չի վտանգել հենց մարդկության գոյությունը եւ մոլորակի գոյությունը։ Այսօր մարդկային գործունեությունը վտանգում է հենց մարդկության գոյությունը եւ մոլորակի գոյությունը։ Սա է նորությունը։ Ուղղակի այստեղ անցած ինչ անելու հարցն է ծագում, որը այս պահին չունի պատասխան։ Չունի։ Ես հստակ դա հայտարարում եմ, այսպես համենայն դեպս եկեք ես ավելի ճշգրիտ արտահայտվեմ։
Ես կարծում եմ, ես իրավունք ունեմ այդտեղ կարծիք հայտնելու, քանի որ այդ հարցերի քննարկման ուղղությամբ առաջատար ամսագրերի էջերում համապատասխան հոդվածներ եմ հրապարակել, որտեղ ասում եմ, որ չունենք պատասխաններ։ Միայն ես չեմ ասում, ես նկատի ունեմ, բոլորն են ասում, ես այդ խորի մեջ, երջախմբում, այո, չունենք պատասխաններ այս պահին։ Կա ինչ-որ կարևոր բան, որը արժի ավելացնել այսօրվա թեմաների շուրջ։ Նոյեմբերի 10-ին գիտության համաշխարհային օրն էր եւ զարմանալի զուգադիպությամբ նոյեմբերի 10-ը համընկնում է մեր ակադեմիայի հիմնադրման օրվա հետ եւ այդ առիթով տեղի ունեցավ ուրեմն նիստ Գիտությունների ակադեմիայում, ես այնտեղ հանդես եկա, ուրեմն ելույթ ունեցա եւ այդտեղ ես կոչով դիմեցի իշխանություններին, կոչով դիմեցի գիտական կազմակերպություններին եւ առանձին վերցրած գիտնականներին։ Ես կարող եմ ուղղակի կրկնել դա։ Իշխանություններին ես կոչ եմ անում սկսել գիտության կարևորման գործընթացը սկսել խորհրդանշական քայլերից, անշուշտ խորհրդանիշները եւս կարևոր երևույթ են, իզուր չէ որ մեզ զինանշանի հետ կապված փոփոխություններ են ասում եւ այլն։ Խորհրդանիշերը եւս կարևոր են, նոյեմբերի 10-ը հռչակել պետական տոն, այն պայմանով, որ այդ օրը բոլոր պետական կառույցները, նկատի ունեմ սկսած ազգային ժողովից, քաղաքապետարաններից, բոլոր պետական կառույցները միջոցառումներ անցկացնեն գիտության կարևորման ուղղությամբ։ Տարբեր միջոցառումներ կարող են լինել, կարող են սահմանել մրցանակներ, կարող են վիկտորիաներ, կոնկուրսներ, հազար մի տարբերակներ են հնարավոր։ Պետական տոն հայտարարել խորհրդանշական կարևոր դեր կլինի։ Այսինքն գիտության ազգային օր։ Այո։ Ուրեմն ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականին հայտարարեց գիտության համաշխարհային օր, հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օր, նոյեմբերի 10-ը։ Կրկնում եմ, երջանիկ կամ զարմանալի զուգադիպությամբ հենց նոյեմբերի 10-ն է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրը։ Նման զուգադիպում շատ հազվադեպ արժի դա խաղարկել։ Սա կոչ պետական կառույցներին, իշխանություններին, կոչ մեր գիտական կազմակերպություններին, ինստիտուտներին, համալսարաններին վերանայել հետազոտությունների թեմատիկան։ Երբ մենք այսօր ակադեմիայում նայում ենք այդ թեմատիկան, տարբեր հետազոտում ենք, դիտարկում ենք, մոնիտորինգ ենք անում մեր գիտական կազմակերպությունների հետազոտական թեմաները, ապա տեսնում ենք, որ այդտեղ կան բավական հնացած թեմաներ, ոչ արդիական թեմաներ, բավական թվով ոչ հետաքրքիր թեմաներ եւ այլն։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է արմատապես վերանայել հումանիտար ոլորտի գործունեության ուղղությունները, ուղղել դեպի օրինակ նույն արհեստական բանականության կիրառություններին եւ այնպիսի հարցերի լուծմանը, որոնք ունեն համամարտկային խնդիրներ։ Օրինակ, տեսեք, մենք ունենք իրավունքի եւ փիլիսոփայության ինստիտուտ, այդ ինստիտուտը կարող է զբաղվել եւ իհարկե պետք է զբաղվի նաեւ քաղաքացիական իրավունքով, հասկանալի է, բայց այն կոչն է, որը զբաղվի միջազգային հարաբերություններով, որպես ավելի կարևոր հետազոտության առարկա։ Հիշեցնեմ, որ օրինակի համար Արցախյան խնդրում մենք ունեինք ԵԱՀԿ, ուրեմն Մինսկի խումբ եւ մենք ունեինք կոլիզիա, հակադրություն ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության։ Եվ ցավոք սրտի մենք չենք պատրաստել գիտության թեկնածուներ, դոկտորներ այդ ոլորտի։ Իսկ պետք է դրանով զբաղվել նաեւ։ Հետևաբար սա որպես մեկ հարց ես նշեցի, հարցերի մի ահռելի շրջանակ կա, որի ուղղությամբ պետք է զբաղվեն մեր ինստիտուտները։ Ես կոչ եմ անում նրանց կանգ առնել, վերանայել
դա հեշտ process չէ։ Ես հասկանում եմ, որ ասենք կշիռ, վաստակ ունեցող գիտնականներին շատ դժվար է փոխել գիտական հետազոտությունների ուղղությունը, որովհետև գիտության մեջ գիտությունը ինտեգրալ երևույթ է։ Շատ հաճախ դու ինչ-որ արդյունքներ ստանում ես ելնելով այն կուտակած քո անցած կուտակածից, ինչ ունես, եւ հիմա այս կուտակածը թողնել եւ սկսել, բնականաբար սկսել ինչ-որ նոր գործունեություն բարդ է, դժվար է, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ դրան։ Իսկ օրինակ ինչ թեմաներ, ոլորտներ կան, որոնք արդեն հնացած են ու ակտուալ չեն, բայց որոնցով հայ գիտնականները դեռ շարունակում են զբաղվել։ Գիտեք ինչ, ես կարող եմ թվարկել, որտեվ բնականաբար տիրապետում եմ այդ ինֆորմացիային, բայց կամ ես պիտի բոլորը թվարկեմ, իսկ դա կտևի շատ երկար ժամանակ, իսկ եթե ես ասեմ 1-2 օրինակ, ապա ես վիրավորած կլինեմ, ուրեմն հետևաբար ես ձեռնպահ կմնամ, չեմ, ես կասեմ առանձին, off record, որովհետև կամ երկար պիտի թվարկեմ, կամ ուրեմն պիտի վիրավորած լինեմ ինչ-որ խմբի, ինչ չի կարելի, չեմ ուզում, նման ցանկություն չկա։ Կարող եմ ասել, որ օրինակ մենք ունենք շատ մեծ քանակությամբ շատ մշակութային կարևոր ուրեմն կետեր, որոնք չգիտես ինչու դուրս էին մնացել մեր ուշադրությունից։ Դուրս էին մնացել։ Բերում եմ օրինակ Արնո Բաբաջանյանը անգլա լեզու աշխարհում ուղղակի հայտնի չէր։ Ուղղակի կա Մելիքյան անունով մի հրաշալի, դժվար է ասել գիտնական, երաժիշտ եւ այլն, խառը, համենայն դեպս գիտության դոկտոր Մաքիլի համալսարանն է, ուրեմն այնտեղ է պաշտպանել ավարտել, նա մի 2 տարի առաջ նոր սկսեց դրանով զբաղվել, դասախոսությունների շարք է կարդում, գիրք է հրապարակել անցած տարի անգլալեզու, այ օրինակի համար մեզ անհրաժեշտ է մեր այդ մարդկանց ներկայացնել նման բաները։ Կոնկրետ օրինակ իմ հոդվածներից մեկը ես հենց դրան էլ անդրադարձա նույն Բաբաջանյանի արվեստն է։ Մխիթարյանների կողմից կա արված մեծ աշխատանք, որը վերաբերում է անցյալին, կարելի ասել, կա հայագիտական հետազոտությունների տարբեր կենտրոններ կան մի քանի Ամերիկայում բան, հա, որոնք շատ սահմանափակ աշխատանք են տանում այս Հայաստանի Հանրապետության։ Ես բերեմ այսպիսի օրինակ, որ Վալենտին Պատմամոգովի ստեղծագործությունը բացարձակ որևէ կերպ հայտնի չէր ընդհանրապես այն դեպքում, երբ այն ինչ որտեղ կարելի է համարել կենտրոնական մեր կերպարվեստում, առավել հայկական կարելի է ասել։ Շատ զարմանալի բան։ Եվ այդպես շարունակ։ Ես դա, այսպես ասեմ, կա գույքագրված մեծ քանակությամբ բաներ, որոնցով կարելի է զբաղվել, իմաստուներ։ Պաստորեն, եթե մեր գիտնականները ավելի ակտուալ թեմաներով սկսեն զբաղվել, ավելի արդիական ոլորտներում հետազոտություններ անել, տպագրվեն եւ այլն, դա եւս կօգնի իրականում մեր գիտությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի վրա եւ մեր այն նախկին հարցերի պատասխաններից մեկն է ստացվում։ Ինչ անենք, որ երկրում գիտությունը զարգանա եւ ավելի լավ լինի գլոբալ։ Համալիր գործողություններ բազմաթիվ, սկսած դպրոցից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներում օրինակ կոնկրետ թեմատիկայի փոփոխություն։ Չունենք թեմատիկայի փոփոխություն, նստում են, ասում են, այս թեման հնացած է, մեր խնդիրներից մեկը դա անգլերենի վատ իմացությունն է մեր գիտահետազոտական ինստիտուտներում։ Եվ այն, որ 30 տարվա ընթացքում այդտեղ բեկում տեղի չի ունեցել, դա արդեն աններելի է, ըստիս, որովհետև անգլերենը անշուշտ հանդիսանում է գիտության լեզուն, 90 քանի տոկոսը բոլոր հրապարակումների գիտական անգլերեն են, եւ ցավոք սրտի մեր ինստիտուտներում երկար, տեսեք, քանի որ գիտության ոլորտը գրավիչ չէր, գոյության ռեժիմում էր պահպանվում,
նվազագույն աշխատավարձեր էին, այնտեղ երիտասարդների հոսք չկար տասնամյակներով։ Իսկ մեծահասակները ունեին խորհրդային կրթություն, հետևաբար շատ հեռու էին անգլերենից, ժամանակակից տեխնիկայից, նույն համակարգչից եւ այլն։ Պետք է փոխել դա, բեկումն այն պետք է փոխել։ Միանշանակ։ Օրինակ, քայլեր շատ են, որ պիտի արվեն։ Մեկը դա է։ Մեծ քանակությամբ, օրինակ, ես առաջ եմ քաշել այն գաղափարը, երկար տարիներ նույնիսկ դրա համար պայքարել եմ, որ մեզ անհրաժեշտ է վարվել, ինչպես 5-րդ դարում վարվեցինք, անհրաժեշտ է մեծ դեսանտ իջեցնել արևմտյան համալսարաններ, շատ մեծ, ահռելի թվով, եւ թույլատրել, որ նրանցից 1/3-ը ինչ որտեղ վերադառնա, ոչ թե թույլատրել, պայմաններ ստեղծել, թույլատրել, որ 1/3-ը չվերադառնա, դա էլ է շատ կարևոր, բայց կապեր լինեն, խոսքը պետք է գնա 10,000 մարդու մասին։ Այդ դա կլինի երկրորդ բանակ։ Ամենևին պետք չի, որ բոլորը հետ գան։ Հակառակը մեզ պետք է, որ 1/3-ը տեղավորվեն անակ բանկերում, միավորված ազգերի կազմակերպությունում եւ այլ միջազգային կառույցներում եւ այլն։ Նրանք այնտեղից սկսեն ապահովել տեխնոլոգիաների հոսք, ֆինանսների հոսք եւ այլն։ Ես ասեմ, որ օրինակ Ադրբեջանը Հեյդար Ալիևը դա իրականացրեց խորհրդային տարիներին, իր բառերն են, որ նա ասաց, ես ստեղծել եմ աշխարհում ամենալավ համալսարանը 0 կոպեկով։ Նա ուղարկում էր 800 հոգի։ Ամեն հանրապետությունից այդ ժամանակ քվոտան 45-50 հոգին էր։ Ինքը հասավ նրան, որ 800 հոգի ամեն տարի ուրեմն խորհրդային բուհեր եւ ինքը հատուկ բաներ անում, որ 1/3-ին որ մնան ամուսնանան ռուսների հետ Մոսկվայում անեն կարիերա, ինչը հետագայում շատ ուժեղ աշխատեց։ Այսինքն մեզ անհրաժեշտ են ոչ տրիվիալ քայլեր։ Այս նոտայի վրա երևի թե արդեն ավարտենք մեր զրույցը, պարոն շնորհակալություն, որ այսօր մեզ մոտ հյուր եկաք եւ այս հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։